Որքան ձմեռը մոտենում է, օդի որակն այդքան վատանում է։ Գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ թեմային անդրադարձավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Արձանագրեց շինարարական փոշին, որի դեմ ինտենսիվ պայքարում են, մի քանի անգամ պակաս է վնասում, քան տարբեր նյութերի այրումը, այդ թվում թափված տերևների եւ աղբի։ Սիրելի երևանցիներ, այդ փոքրիկ տերևների եւ աղբի վերամշակման գործարանները ուղղակիորեն առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր շրջակա միջավայրը, թունավորում են երեխաներին, ովքեր որ ապրում, խաղում են այդ բակում։ Սեզոնին, երբ որ արդեն տները, որոշ տներ տաքացվում են նաև վառելափայտով, տարբեր տեսակի նյութերով, դրան գումարած նաև այս տեսակի փոքրիկ վերամշակման գործարանները, այդպես կոչեք իրենց, իրենք էականորեն մեր օդի որակը վատթարացնում են։ Ձմեռվա ամիսներին օդի շարժը շատ ավելի դանդաղ է քաղաքի ծավալի մեջ, երբ որ դրանք բոլորը միաժամանակ տեղի են ունենում, այդ տոքսինները հավաքվում ու մնում են մեր օդում շատ երկար ժամանակ, եւ մենք այդ օդը շնչում ենք։ Հայտարարեց պետք է դրա դեմ պայքարելու գործիքակազմ մշակեն։ Իհարկե զուգահեռաբար խոսեն մարդկանց հետ, բացատրեն, որ դա նորմալ չէ։ Քաղաքապետն ասաց, որ անակնկալ կերպով սկսել է վարչական շրջաններ այցելել։ Կատարված ահռելի աշխատանքի կողքին թերացումներ նույնպես տեսնում է։ Օրինակ աղբահանության ու սանմաքրման ոլորտում։ Հանձնարարեց նախ գնահատել տրամադրված ռեսուրսները որքանով են համապատասխանում ներկայացվող պահանջներին եւ որքանով են խնդիրները կապված վարչարարության հետ։ Երկրորդ հատվածը այնուամենայնիվ ահռելի մեծ արվող նախագծերում ես տեսնում եմ էական թերություններ եւ արձանագրել եմ մեր վարչական շրջաններում նմանատիպ դեպքեր եւ պահանջում եմ ուղղակի որ վարչական շրջանների ղեկավարները նախագծերին վերաբերվեն որպես սեփական իրենց տանը արվող նախագծերին։ Ես բացառում եմ, որ ինչ-որ մեկը իր սեփական տանը թույլ տա, որ, չգիտեմ, աթոռը տենց կիսաճոճ լինի կամ ինչ-որ մի բանը քարը ծուռ դրած լինի։ Վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը Տիգրան Ավինյանը գնահատելու է ըստ նրանց այդ վերաբերմունքի։ Հասարակական տրանսպորտի ոլորտում երթուղի դուրս եկող շարժակազմի քանակն արդեն բավական ժամանակ է զեկուցվում է, որ 100%-ով համապատասխանում է նախանշված քանակին։ Քաղաքապետը հանձնարարեց աշխատել ու մարտից սկսած զեկուցել նաև գրաֆիկից շեղումների մասին, թե որքան հաճախ ու քանի տոկոսով են ավտոբուսները, տրոլեյբուսներն ու մետրոն խախտում սահմանված ժամանակացույցը։ Երևանում տեղադրված բազմաթիվ ավտոմատ սարքավորումներ, վճարային տերմինալներ, բանկոմատներ, սուրճի սարքեր եւ այլն գործում են առանց թույլտվության ու առանց քաղաքապետարանին տուրք վճարելու։ Ընդհանուր հաշվառել են 3208 ավտոմատ սարքավորում։ Տեղադրման թույլտվություն ունեն միայն 2162-ը։ Վարչական շրջանների ղեկավարներին դիմելով Ավինյանը նշեց. Հիմա դուք արդեն բանակցությունները ձեր տարեք։ Մինչև տարվա վերջ, ինչ կան մնացել, 1043-ից եկեք հասկանանք մինչև տարվա վերջ քանիսն են գալիս օրինական դաշտ, իսկ քանիսն են առհասարակ ապամոնտաժվելու վերջնականապես, ինչքան էլ դիմանանք, մյուսներն էլ որ գրանցվել են ու խելոք վճարում են, իրանք ինչա մեղավոր են, կամ իրանք պատժված են, ինչ ենք թույլ տալիս, սա։ Ինչպես նախորդ նիստում խոստացել էին, հրապարակվեց անբարեխիղճ կառուցապատողների ցանկը, որոնք ամենաշատն են տուգանվել շինարարության հրապարակներում նորմերը չպահպանելու, մասնավորապես փոշեկլանիչ ցանց չտեղադրելու համար։ 2025 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում կազմվել է 316 արձանագրություն 63 կառուցապատողների նկատմամբ։ Առաջին տասնյակում հետևյալ կազմակերպություններն են. Defense Housing Invest 37 արձանագրություն, Emel Mining 18 արձանագրություն, Discovery 12, Երևան Զեյթուն սառցարան 9, Florida Group 8, Arcada Construction 7, Elite Group 7, Just Developer 7, SS եղբայրներ 7, Armstrong Project 7, ԵՊ շրջանավարտների միավորում 7։ Ամենաբարեխիղճ կառուցապատողի մասին նույնպես հայտարարվեց Մետրոշին ընկերություն։ Գտնվում է Քանաքերձեյթուն վարչական շրջանում, մենք քաղաքաշինության ոլորտում գնահատում ենք իր կառավարումը իդեալական։ Քաղաքապետարանը նոր մոտեցում է որդեգրել։ Կառուցապատողներին տրվող արտոնություններն այսուհետ կապված են լինելու շինհրապարակների կահավորման նորմերը պահպանելու հետ։ Կարգավորումները կընդունվեն դեկտեմբերին։ Աննա Զախարյան, լուրեր։